Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին ազատ արձակելու հարցում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անհրաժեշտ եվրաքաղաքական ճնշումը հայ իրավապաշտպանները չեն տեսնում։ Նրանք այս մասին հենց Եվրոպական խորհրդարանում են հայտարարում։ Ցավոք նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, եւ մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Բրյուսելում եվրոպական հարկի տակ հայ եւ միջազգային իրավապաշտպաններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ընտանիքների անդամներին ընդունել եւ այս քննարկումը նախաձեռնել են եվրոպացի падգամավորները։ Նրանք եւս կիսում են Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանի որդու մտահոգությունը։ Հիասթափված են Եվրոպայի գործադիր իշխանության աշխարհաքաղաքական ակնկալիքները ստվերել են, թե Եվրոպական խորհրդարանի կամքը, որով պահանջել էին հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, թե այն արժեքները, որոնց վրա հիմնված է այս միությունը։ Քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության եւ չդրվի վտանգի տակ։ Իսկ այն, որ այս հարցում արդեն իսկ էական մարտահրավերներ կան, եւս փաստում են եվրոպական դահլիճում։ Ադրբեջանում պահվող հայ պատանների հարցը Ադրբեջանի հետ հարաբերություններում Եվրամիության համար պետք է դառնա օրակարգային։ Բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական մյուս մարմինների, միությանն անդամակցող երկրների պատվիրակությունների կողմից այդ հարցը պետք է շարունակաբար բարձրացվի Ադրբեջանի իշխանությունների առաջ։ Եվրոպան Ադրբեջանից պետք է պահանջի երաշխիքների փաթեթ, որը կներառի անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտք Ադրբեջանում պահվող հայ պատաններին, մշտական կապ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև անկախ բժշկական հետազոտություն, փաստաբանի հասանելիություն եւ դատավճիռների հրապարակայնություն։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն, ասում է միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Սիրանուշ Սահակյանը պնդում է, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը պատասխանատվությունը փոխարինի հաղթողի արդարադատությամբ։ Ադրբեջանը, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել եւ չի կրել պատասխանատվություն հայերի նկատմամբ կատարած վայրագությունների համար, այժմ ներքին դատավարությունների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ ռազմական հանցագործներ։ Իրական խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել տեղահանված ժողովրդի ներկայացուցիչների բանտարկության, գերիներին նրանց ընտանիքներից եւ փաստաբաններից մեկուսացնելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր ուժ ունեցող վճիռները չկատարելու հիման վրա։ Սիրանուշ Սահակյանը ահազանգում է, չնայած պարտավորությանը, Ադրբեջանը մինչև օրս նույնիսկ չի ապահովում վստահորդների հետ անսահմանափակ եւ անխոչնդոտ գաղտնի հանդիպումներ ունենալու գերիների միջազգայինորեն ճանաչված բացարձակ իրավունքի իրացումը։ Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն, սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք Հայաստանի հետ հարաբերություններում, այսպես կոչված պատանդային դիվանագիտության համար։ Ադրբեջանի հետ շփումներում հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը դարձնել առաջնահերթություն, համաժողովն ավարտվում է միասնական այս կոչով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։